կարել է շատ գեղեցիկ, ուրեմն վերամբարձ խոսքերով բանական է ներկայացնել ասել, բայց մինչև որ չես հանձնում, ինչպես ասում են, թղթին, գրքին կամ այսօրվա արդեն ժամանակակից տեխնոլոգիաների տեսակետից թվայինացված ինտերնետային եւ կոմպյուտերային մշակումներին, ուրեմն այդ ժառանգությունը պահպանվելու արդեն երաշխիք ունի։ Ես կատարել եմ իմ ուժերի ներածչափով այդ հուշարձանային ամբողջ ժառանգության ուսումնասիրությունը, գիտական ուսումնասիրությունը, որովհետեւ պահպանվի եւ սերունդ փոխանցվի, հատկապես վերջին տարիներին բավականին լուրջ եւ հաճելի տենդենց եմ տեսնում, որ ինչքան շատ տուրիստական զբոսաշրջային մեծ հոսք կա կոնկրետ Գյումրի քաղաք եւ Շիրակ աշխարհ, որովհետեւ սա մեծ նաեւ կարելի ասել դասագիրք է այդ ոլորտում զբաղվող մարդկանց, գիտերին, զբոսավարներին, որովհետեւ իրանք ճիշտ կերպով քրագետ շատ կարևոր է, որովհետեւ ես շատ բաներ տեսել եմ, ես այդ խոսքի օրինակ կարող եմ ներկայացնել մի քանի էպիզոդներ եւ մեկ հիմնական թերություն էլ ասեմ, ոչ թե թերություն, երևի աշխատանքի ոչ ճիշտ մոդելում է, ասենք արտասահմանից կամ այս վերջերս, ինչպես ասեցի, մեծ հոսք կա հատկապես Հայաստանի տարբեր քաղաքներից եւ մարզերից, որ դպրոցներով, երեխաներով, աշխատանքային կոլեկտիվներով գալիս են, ես տեսնում եմ, որ ցավոք սրտի տուրիստական խմբի ղեկավարները կամ այդ տուրիստական կազմակերպությունը հիմնականում շեշտադրում է Գյումրի քաղաքի կամ Գյումրի շրջակայքի հուշարձանային ժառանգության ներկայացման եւ այցելությանը, որը իհարկե շատ թերի երևույթ է, կարծիք կազմելու Շիրակի հուշարձանային ժառանգության հզորության մասին։ Ինչու եմ այսպես ասում, որովհետեւ քիչ առաջ հիշում եք ասեցի, որ 2500 հուշարձան կա եւ միայն Շիրակի մշակութային ժառանգությունը, հուշարձանային մեր մշակութային ժառանգությունը Գյումրի, Ալեքսանդրապոլ կամ շրջակա գյուղերի հուշարձաններով ներկայացնել, դա ուրեմն մեր Շիրակի մշակութային շատ հսկայական աշխատանք է։ Թերացում կարող է ստացվի եւ որպես դրա ապացույց ես այսօր ցեզ կներկայացնեմ մի յուրահատուկ հուշարձան, պատկերացրեք, ես ասեցի 2500 հուշարձան։ Ամեն մի գյուղ այցելելից, ամեն մի բնակավայր գնալուց դու կհանդիպես մեր պատմության հետքերի, մեր նախնյաց կերտած կոթողները,